արդյոք մենք միշտ ենք այդ Աստծո մեծ փրկության շնորհին հավատարմությամբ վերաբերվում, վստահում, թե նախամարտկանց պես հաճախ կասկածում Աստծո արդարության վրա, Աստծո ամենակարողության վրա, Աստծո զորության վրա և Աստծո սիրո վրա։ Հաճախ մեր կյանքի ընթացքում, երբ այնպիսի մի իրավիճակ է լինում, կանգնում ենք դժվարությունների, նեղությունների, խնդիրների առաջ, կրկին Աստված մեզ առիթ է տալիս ընտրություն անելու։ Այդ պարագաներում, այդ դժվարություններ, նեղությունների, հաճախ վիճաբանությունների, մարդկային ծանր հարաբերությունների մեջ ինչպես մենք կվարվենք, Աստծո պատվիրանի համաձայն, այն ինչ որ Աստված է կամենում, թե կընտրենք այն ճանապարհը, որը մեզ չարն է ասում։ Այսօրվա ավետարանը ամբողջապես ցույց է տալիս մարդկային կյանքի ճշմարիտ ուղին, որ մարդը պետք է ունենա սեր իր մեջ, ներողամիտ պետք է լինի, ողակալությամբ չվերաբերվի, չարին չարը չհատուցի, այլ բարով հաղթի չարին։ Այսինքն ամեն անգամ մեր առաջ, ինչպես նախածնողներին Եդեմական պարտեզի մեջ, այսպիսի իրավիճակների առաջ մեզ ընտրության առիթ է տրվում։ Մենք կվարվենք Աստծո կամքի համաձայն, Աստծո պատվիրանի համաձայն, թե մենք կընտրենք այն ճանապարհը, որը չարն է մեզ առաջարկում, եւ այդ ճանապարհով կփորձենք մեր ունեցած մարդկային կարողությունների, հնարավորությունների, ուժերի շնորհիվ մեր խնդիրները լուծել եւ չար ճանապարհով նաեւ կարողանալ հաղթական դուրս գալ։ Սակայն երբ մենք տեսնում ենք, որ անօրենությունը հաղթում է, չարությունը գերակշռում է եւ անարդարությունն է հաղթահարում եւ մենք այդ ընթացքում տկարանում ենք եւ այլևս անելիք չունենք, ինչ ենք ասում, ուր է Աստված, ինչի չկա Աստված, ինչու Աստված չողորմեց, ինչու Աստված չօգնեց, ինչու Աստված մեր կողքին չեղավ, սակայն մոռանում ենք մենք, որ մենք որ ճանապարհն էինք ընտրել, մենք ընտրել էինք Աստծո խոսքով ապրելու, Աստծո պատվիրանով արվելու, թե չարը, եւ որ մենք չարն ենք արել, չարը ուռճացել է Պողոս առաքյալի խոսքի համաձայն, չարը կրկին մեզ է վերադարձել, ուրեմն մենք չմեղադրենք երբեք Աստծուն, չասենք ուր է իր Աստված, մենք էինք պատճառը, եւ որ չարիք եկավ մեր գլխին։ Ի տարբերություն նախամարտկանց, որոնց ճանապարհը դեպի դրախտ փակված էր, հրեղեն արարածները Սուրբ Գիրքն ասում է, ծածկել էին արքայության դռները, Աստված մարդու առաջ, մեր առաջ կրկին ճանապարհ բացեց վերադարձ դեպի դրախտ։ Եվ ինչպես ասացի, այդ ճանապարհը ինքը բացեց իր կյանքի գնով, ամենաթանկ գնով այդ ճանապարհը մեր առաջ բացվեց։ Եվ նախամարտիկ չունեցան այդ հնարավորությունը։ Ոչ թե մենք լավն ենք ավելի, քան Ադամը եւ Եվան, որովհետեւ Աստված մեծ սեր ունի մարդու նկատմամբ։ Եվ այդ սիրո մեծ արդարության, զոհողության գինն ենք մենք, որ Աստված մեր առաջ կրկին դրախտի դռները բացեց։ Մեր մեղքերի պատասխանատվությունը Աստված մեր վրայից չի վերցնում։ Մենք պատասխանատու ենք մեր գործած մեղքերի համար։ Սակայն Աստված հնարավորություն է տալիս ապաշխարության շնորհով, ապաշխարության միջոցով, հոգևոր պատերազմի կրկին վերադառնալ դրախտ, վերադառնալ Աստծո մոտ։ Եվ մեծ պակը այս հիանալի սքանչելի մի օրնություն, մի շնորհ է մարդկության Աստված արել, որտեղ այս մեծ պակի ընթացքում է, որ ճանապարհը կրկին մարդու առաջ բացվում է, եթե մենք իրոք զղջանք, ապաշխարենք, քննենք, տեսնենք մեր կյանքում ուր ենք, մենք ուր է Աստված։ Աստված մեր կյանքում որտեղ է։ Արդյոք Աստծո խոսքը մեզ համար ընդունելի է։ Աստծոք մենք ջիկ ճանք անում ենք Աստծո պատվիրաններով ապրելու։ Եթե մենք կարողացանք այդ քննությունը կատարել եւ տեսնել Աստծո սիրո մեծ զոհողությունը մեր նկատմամբ եւ ընթառաջ գնալ մի փոքր ճիքերով, մի քիչ մեզ նեղություն տալու պահեցողությամբ, հոգևոր սխրանքների, հեռացնելու մեզ բոլոր տեսակ գայթակղություններից, բոլոր տեսակ աշխարհի խաբկանքներից եւ կրկին այս մեծ պակի շնորհի մեջ
ապրելու այն ջերմությունը Աստծո հետ լինելու, եթե մենք ունեցանք, եթե մենք կարողացանք այս մեծ պահքի բոլոր հնարավորությունները օգտագործել, այն բոլոր զենքերը, որ Աստված մեզ տվել է, դրանով հաղթական դուրս գալ մեղքի դեմ եւ մեր եսի դեմ, մենք կաժանանանք ճաշակելու կենաց ծառի պտղից, որը Քրիստոս է։ Սուրբ Ներսես Գրիգոր Նարեկացին շատ գեղեցիկ այսպիսի մի խոսքեր ունի իր աղոթներից մեկի մեջ։ Կյանքի դուռը իմ առաջ փակված եմ համարում, քանի որ պարտքերս անկավելի են, բայց նաև դրախտն եմ իմ առաջ բացված տեսնում, քանի որ ավետված է փրկությունը։ Քանզի ոչ այնքան տագնապեցնում է վհատության գույժը, որքան քաջալերում է փրկության համար կարկառված ձեռքդ։ Աստված իր ձեռքն է մեզ կարկառել փրկության համար։ Բռնենք Աստծո ձեռքը։ Բռնենք այդ ձեռքից եւ նրա շնորհով կարողանանք արժանանանք կրկին վերադառնալու Աստծո մոտ։ Ապրելու հավիտենական կյանքը Աստծո հետ, ապրելու նրա սերը եւ այն, որ Աստված մեզ համար է կամեցել, ինչպես Սուրբ Օգոստինոս Երանելին է ասում. Տեր, դու ինձ քո համար ես ստեղծել։ Չի գտնի հոգիս խաղաղություն, միջև չգտնի քեզ։ Թող Աստված մեզ շնորհի բոլորիս այդ զգացողությունը, ուժը, կարողությունը գտնելու Աստծուն մեր կյանքում եւ փառավորելու անունը Սուրբ Երրորդությանը, որը որդու եւ Սուրբ Հոգու այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն օրհնյալ գեղեցիկ շնորհացել ողջունել թակ խաղաղությամբ եւ Տեր Հիսուս եղեցին ձեզ ընդամենեսյանս ամեն։